Ձեռք ձեռքի բռնած, ինչպես սովորաբար դպրոցականներն են գնում էքսկուրսիա, թիվ 172 դպրոցի 4-րդ դասարանցիները այցելում են մսամթերք արտադրող Բեկոն ընկերություն։ Ինչպես բոլորի, այնպես էլ երեխաների համար բացառություններ չկան։ Նրանք նույնպես պետք է պահպանեն սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները։ Մենք ունենք այսպես հագեցած ծորակներ, որ միայն ոտքով կարող ես իրեն սեղմել, եւ ջուրը գալիս է դու կարող ես ուղղակի լվացնել եւ վերջ։ Այսինքն դու չես կպնում ոչ մի մետաղական կողմնակի հիրի կամ առարկայի։ Եվ ահա դպրոցականներին թույլատրվում է մտնել ամենապատասխանատու տարածքը արտադրամաս։ Այստեղ արդեն պատրաստի արտադրանքը, տեսեք, հասունանում է, սպասում է իր ժամանակի, երբ որ արդեն պատրաստ կլինի օգտագործման համար։ Հասունացման ժամկետը երեխաներ անգամ 6 ամսից մինչև 12 տարի։ Լինում են բտիկներ, որոնք որ այսպես համապատասխան խցիկներում հասունանում են եւ դառնում են շատ թանկարժեք եւ շատ հետաքրքիր ապրանքատեսակ։ Երբ ճանաչողական էքսկուրսիայի բոլոր փուլերն ավարտվում են, փոքրիկներին սպասվում է ամենահամեղ վերջաբանը՝ հյուրասիրությունը։ Կյանքում է շեյդիսը, սա իմ կյանքում առաջին անգամն էր։ Ես շատ համով էր։ Սրանից հետո առավոտները ուտելու եմ հացու ներկերշիկ։ Նրանք դեռ փոքր են, բայց հետագա իրենց մասնագիտությունների ընտրության հարցում մտածում են, որ շատ հետաքրքիր կլինի, որովհետև մոդայիկ այսօրվա մոդայիկ դարձած մասնագիտություններից բացի կան նաև այլ հետաքրքիր մասնագիտություններ։ Իդեպ Բեկոն ընկերությունում սա առաջին մանկական այցը չէ։ Ընդհանուր առմամբ 400-ից ավելի այցելու մտել է արտադրամաս եւ ստացել այն հարցերի պատասխանները, որոնք խանութում Բեկոնի ներկայացուցիչները չեն կարող տալ։ 17-ամյա պատմություն ունեցող Բեկոն ընկերությունը այսուհետ էլ սպառողին առաջարկելու է թարմ եւ համեղ մսամթերք։ Սա արդեն ընկերության աշխատակիցները խոստանում են ոչ միայն փոքրիկներին։ Լիանա Ռաֆայելյան, Վահե Պողոսյան, Հորիզոն։